Սիրելի բարեկամներ, հերթական անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարն է եւ այսօր մենք երջանիկ բախտավորություն ունենք հանդիպելու Հայաստանի լավագույն խոհարարներից մեկին, որը այս պահին աշխատում է Հայաստանի լավագույն ռեստորաններից մեկում, որի անվանումը դեռ ձեզ շատ բան չի ասի, որովհետև անվանման հետ կապված փոփոխություն կա, ինչի մենք կանդրադառնանք, սիրով կցանկանայի ներկայացնել այսօրվա մեր հյուրին Հայաստանի լավագույն խոհարարներից մեկին, որը կարելի է դատել նաև իր մարմնի չափից, Գրիշա Անտոնյանին։ Բոլոր հնարավոր եւ անհնարին մրցանակների դափնեկիր խոհարարական Հայաստանում, ինչպես նաև միջազգային մի շարք մրցույթներում հեղինակավոր, ինքը ըստ արժանվույն ներկայացել է հայկական խոհանոցը եւ այսօր շարունակում է ներկայացնել եւ երկարաժամկետ բացակայությունից հետո մոտ 8 տարի այսօր ինքը ստեղծագործում է Հայաստանում 8 չէ 5 տարի բացակայությունից հետո ինքը այսօր ստեղծագործում է եւ արարում է Հայաստանում, Երևանի կենտրոնում եւ քանի որ ինքը Հայաստանի ամենահամով հաց պատրաստողներից է, այսօր ինքը աշխատում է Համով հաց ռեստորանում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան, շատ ուրախ եմ մենք հանդիպել նորից կրկին անգամ հանդիպելու համար եւ հուսով եմ, որ դեռ մեր հեռուստադիտողները եւ խոհանոցի սիրահարները լավ համով հաց ուտողները դեռից չեն մոռացել, հուսով եմ դերի մասին կհիշեն ու կայցելեն նաև մեզ մոտ ձեր օգնությամբ իհարկե։ Սիրով, հիմա ինչ ենք մենք պատրաստելու, հարգելի Անտոնյան։ Հիմա մենք կպատրաստենք մի շատ հասարակ, բայց շատ հետաքրքիր աղցան, աղցանը կոչվում է տավարի մսով բանջարեղենով աղցան, աղցանը դա ժամանակին իմ հեղինակային աղցաններից է եղել, շատ տեղեր պատրաստվել է, այդ թվում նաև այդ 5 տարի բացակայության ընթացքում այս աղցանը փորձել են նաև ճաշակել են եւ Լեհաստանում եւ Գերմանիայի Հանրապետությունում։ Հրաշալի։ Մենք սկսենք մշակման պրոցեսը եւ քանի որ տեսնում եք, որ մեկ տախտակ է, որովհետեւ Գրիշա Անտոնյանի մոտ դանակ բռնել, նույնա թե Պագանինի մոտ ջութակ նվագել, այդ իսկ պատճառով, այսինքն այդ ինտելեկտուալ գործը կանի ինքը հարցեր տալու բեռը ես կվերցնեմ իմ վրա, հա։ Իհարկե, միանշանակ։ Փայլուն, ինչից ենք սկսում։ Սկսում ենք բանջարեղենները կտրատելով։ Հրաշալի։ Առաջինը վերցնում ենք գազարը։ Գազարը գիտեք, այլ կերպ կոչվում է նաև ստեփղին, այո, արևմտահայերենով շատ գեղեցիկ բառ է իհարկե, եւ ինչու համով հաց։ Եվ ինչու համով հաց, որովհետեւ մեր մոտ ընդունված է, հա, մենք չենք ասում գնում ենք ճաշելու, այլ ասում ենք գնում ենք հաց ուտելու։ Այո։ Երբ որ գնում ենք հաց ուտելու, ինչ հաց ենք ուզում ուտենք, համով հաց ենք ուզում ուտենք։ Այո։ Բնականաբար, երբ որ ուզում ենք համով հաց ուտենք, ուր պետք է գնանք, իհարկե համով հաց ռեստորան։ Համով հաց պատրաստողների մոտ։ Եւ ինչի հենց համով հաց ռեստորան, որովհետեւ մեր ռեստորանում մեր խոհանոցի բոլոր աշխատողները ամեն ինչ համով են պատրաստում, որովհետեւ իրենք որպես մարդել են համով։ Այո, եթե դրա համար հենց համով են պատրաստում ու հենց պետք է գալիս են համով հաց ռեստորանում համով մարդկանց պատրաստած համով ուտելիքները ուտելու։ Սիրելի հեռուստադիտող, ես կցանկանայի հիշեցնել, որ տեսեք, շատ պարզ բաղադրիչներ են դրված մեր սեղանին, շատ պարզ մթերքներ, որ կարելի է ձեռք բերել ցանկացած խանութում, ցանկացած բանջարեղենի կրպակում, ցանկացած սուպերմարկետում, ինչպես հիմա ընդունված է ասել, բայց դա նույնն է, որցոր տառերը։ Օրինակ, քանի որ Գրիշան լոռեցի, ես էլ եմ լոռեցի, օրինակ նույն 39 տառերով Թումանյանը այսպես մեծ ստեղծագործություններ է գրել, որոնք թվում են շատ պարզ, բայց իրականում շատ մեծ իրենց մեջ արժեք ունեն, բայց կարող եմ մեկնել այդ նույն տառերով միտեղ նստած զրպարտություն է գրում կամ միտեղ նստած մի հատ բողոքի գիր է գրում, հետևաբար նույն մթերքով լավ խոհարարը համով հաց է պատրաստում, այս նույն մթերքով վատ խոհարարը, եթե հոգի չի դնում մեջը, ինչպես մեր Գրիշան է ասում, սիրտ չի դնում, նա մոտ չի ստացվում, չէ՞։ Ցանկացած խոհարարի մոտ ես միշտ ասել եմ ու նորից էլի չեմ զրանակրկնվել, ցանկացած խոհարարի մոտ պետք է լինի 3 անտեսանելի համեմունքները։ Դա հոգին է, սերը եւ ժպիտը։ Փայլուն։ Հիմա մենք մասնատեցինք ստեփղինը, հիմա վարունգին անցանք։ Սա նայեք ինչպես է կտրատում եւ շատ սովորական, պարոն Խաչիկյան։
Կարելի է 3 բանի անվերջ նայել, ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում դեպետը եւ ինչպես է Գրիշա Անտինյանը այսպես կտրատում մթերքները, հա։ Դե դա ես ասենք այնպես չի որ հրաշք եմ գործում, ցանկացած վարպետ խոհարար, պրոֆեսիոնալ խոհարար նույն ձևի կտրտում է։ Այո։ Ինքը մեր Գրիշա Անտինյանը խնայում է այն խոհարարներին, որոնք որ ընդամենը պատրաստում են, իսկ ինքը արարում է, որովհետև խոհանոց նշանակում է մտքի տեղ, խոհարար նշանակում է խոհ արարող կամ միտք արարող։ Հիմա որպես խոհարար այս համով հաց ռեստորանում քո նախկին եւ ներկա այդ խոհարական մտքի այսպես գոհարներից ի՞նչն ես բերել։ Ասեմ, նախկինից բերել եմ բնականաբար իմ պատրաստած տոլմաները։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողին, չնայած դուք փայլուն գիտեք, Գրիշա Անտինյանը մեր տոլմայի առաջին փառատոնի հաղթողն է, գլխավոր հաղթողն է եւ հնարավոր բոլոր մրցանակները տարավ։ Մեկը դա տոլման էր, ինչպես արդեն ասացիք։ Մեկը դա տոլման էր։ Քո հանրահայտ։ Մյուսը դա իմ բաղադրատոմսով պատրաստող տժվժիկը, սնկով թարխունով տժվժիկ, որը ընդհանրապես ոչ միտեղ չեմ պատրաստում։ Անկեղծ ասած, մի միտք հղացավ, երբ որ Սևանից գալիս էի, հա, մի միտք հղացավ, ես տեսա, որ չիշխանի հյութ էին վաճառում, որոշեցի այդ չիշխանի հյութից առնեմ ու ձուկ պատրաստեմ, ինչի չի կարելի, ասենք, պատրաստել ձուկ այն տարածաշրջանի մթերքներով, որտեղ հենց այդ ձուկը կա, չիշխանը կա, կա գազար, կա կարտոֆիլ, ու այդ տարածաշրջանի մթերքներով պատրաստել մի գերագրատեսակ։ Գեղամա մարզի Այո։ ձուկը չիշխանի հյութով։ Այո։ Փայլուն։ Ինչպես նաև, ասենք, մենք պատրաստում ենք շատ հետաքրքիր մի գերագրատեսակ գառի փարդայով գաթա։ Փարդան գիտեք, պարսկերեն բառ է, որ կոչվում է վարակույր, ինքը շատ վարակույրի նման է, հայերեն կոչվում է իհարկե ճարպոն։ Հիմա ինքը օգտագործեց այն բառը, որ ավելի ընդունված է, որովհետև երբ որ ասենք ճարպոն, մարդիկ մտածելու են, որ սա ազդում է իրենց առողջության վրա, բայց իրականում ինքը շատ առողջ է եւ շատ ճիշտ է, որովհետև ինքը շատ բնական է։ Ինչպես տեսակ, մենք կտրատեցինք երկու գույնի բիբար, կտրատեցինք վարունգը, գազարը եւ հիմա լոլիկը։ կտրատում ենք լոլիկը։ Ինչպես տեսանք, պարոն Խաչիկյան, որ մենք կտրեցինք լոլիկը, լոլիկի մսերքը եւ հյութ ջրային մարսը առանձնացրեցինք ու հենց միանգամից կտրտում ենք լոլիկի մսերիկն ենք կտրտում արդեն աղցանի մեջ, որպեսզի ինքը շատ Ոչ թե մսերիկ, այլ մարմնեղ մասը։ մարմնեղ մասը։ Որ ինքը շատ Գրիշան շատ լավ խոհարար է, ու քանի որ լոռեցի է, ստուգում է իմ լեզվական գիտելիքները, դրա համար երբեմն ինքը այնպիսի հարցեր է տալի, որպեսզի հասկանամ։ Իդեպ ես գիտեմ, որ դուք նաև պատրաստում եք մսամթերքը, այսինքն նաև ձեր ռեստորանում լավ մսամթերք, օրինակ ինչ մսամթերք եք պատրաստում անձամբ, ոչ թե գնում եք այլ սուպերմարկետներից տարատեսակ եւ իմ կարծիքով ցանկացած ռեստորան, երբ որ ինքը կարգով ուզում է բարձր լինի, ինքը պետք է պատրաստի իր մսամթերքը։ Մենք այստեղ պատրաստում ենք հավի ռուլետ, հորթի մսի ռուլետ, խոզի ազդրամսից այսպես կոչված բուժենինան եւ մարինացված տավարի լեզու։ Չենք օգտագործում։ Գրիշա, ես կխնդրեի ընդհատես այդ մասում, որովհետեւ արդեն հեռուստադիտողները կարծես թե գրոհում են, ընդ որ մի հետաքրքիր բան ասեմ, մեր նկարահանումը ընթանում է վաղ առավոտյան, որովհետեւ բացվելու պահից արդեն իսկ այստեղ շատ մարդիկ կան եւ մենք հատուկ խնդրել ենք, որպեսզի աշխատակազմը, ինչպես մեր հեռուստատեսային, այնպես էլ խոհանոցում մեր օգնականները Գրիշա Անտինյանի գլխավորությամբ վաղ գան, որպեսզի աշխատանքային ժամի մենք այստեղ չնենք, որովհետեւ մենք խաթարեինք ռեստորանի բնականon աշխատանքը։ Ճիշտ եմ ասում։ Բնականաբար։ Փայլուն։ Եփած տավարի միսներ կտրատեցինք, ինչպես տեսանք,
Մենք բոլոր մթերքները կտրատում ենք ձողիկաձև։ Փայլուն, Հիմա մնաց ամենակարևոր պահը սաղցանի։ աղը ցանել։ Ոչ։ Աղցանին յուրահատուկ համ է տալիս նեխուրը։ Հա, Շատ յուրահատուկ համ է տալիս հենց նեխուրը։ բայց նեխուրի տերևները թե կոթի մասը, տղակոթի։ Տերևները։ Փայլուն, Ուսա շատ մանր չենք կտրատում, կտրատում ենք Խոշոր, մի քիչ որպեսզի զգաս։ խոշորոտ, այո, այո։ Որպեսզի ուտելի զգաս, չէ։ բնականաբար։ Շնորհիվ մի քանի մարդկանց գիտեք, որ հայկական խոհանոցը բավականին ճանաչվեց աշխարհում եւ հայ խոհարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության հիմնադրման ակունքներում 2007 թվականից կանգնած են Սեդրակ Մամուլյանը, Ռուզաննա Հապետյանը, մեր Գարիկը Գևորգյան, որ հիմա գտնվում է Գերմանիայում, ինչպես նաեւ Գրիշա Անտինյանը եւ եթե 14 տարի առաջ ամոթ էր խոսալ հայկական խոհանոցի մասին որպես այդպեսին, այս մարդկանց շնորհիվ հայկական խոհանոցը ոչ միայն ընդունելի դարձավ Հայաստանում, այլ նաեւ այսօր ճանաչելի է ամբողջ աշխարհում։ Եվ գիտեմ, որ դուք բազում միջազգային մրցույթների եք մասնակցել, փառատոների, կոնֆերանսների, խնդրեմ պատմեք ձեր տպավորությունը եւ գիտեմ, որ երկու ռեստորան եք հիմնել իրենց ճաշացանկով, այնպիսի բարդ տեղերում, ինչպիսիք են Լեհաստան եւ Գերմանիա։ Լեհաստանում Վարշավա քաղաքում բացել ենք հայկական ռեստորան, Երևան հայկական ռեստորանը, որը մինչև այսօր աշխատում է, եւ Վարշավայից հետո ես հրավերք ստացա Գերմանիայից, գնացինք Գերմանիա, Գերմանիայում Նյուրնբերգի կողքը փոքր մի 28000-անոց քաղաք կար Լաով Անդերպեգնից։ Որը բացեցինք նորից հայկական ռեստորան, Անուշ լինի հայկական ռեստորանը։ Տեսեք ինչքան գեղեցիկ է, անուշ լինի, համով հաց ուտելուց հետո մի հատ խմեն, ասում են անուշ լինի, չէ՞։ Փառք Աստծո։ Եվ գիտեք, որ Նյուրնբերգը հայտնի դարձավ իր դատավարությամբ, որպես այդպեսին, իսկ այդ փոքրիկ գերմանական քաղաքը պարզվում է այսօր արդեն հայտնի է դարձել քո այնտեղ գնաց հետո, որ անուշ լինի ռեստորանը բացեցին։ Ասեմ ավելին, քաղաքի քաղաքապետը համարյա թե ամեն շաբաթ գալ այցելում էր մեր մոտ, որպեսզի ճաշակի հայկական խոհանոցի կերակուրները։ Հիմա արդեն մեր աղցանը պատրաստ է համարյա թե։ Գրեթե, այո։ Եվ ինչա պետք անել։ Մատուցելու համար մենք պետք է հազարի տերևները կտրատենք մատուցող ափսեի մեջ։ Ես կխնդրեմ պարոն Խաչիկյան, այդ գործը ձեզ վստահեի։ Ամենադժվար գործ ինձ են հանձնարարում եւ քանի որ ինքը սիրում է որ իրեն դանակ չկպչի եւ ցանկալի է որ 3 տեղից կտրեմ, չէ՞, ճիշտ եմ ասում։ Այո։ Այնքան եմ այս մեր լավ խոհարարների մոտ ինչ որ բաներ պատրաստել, իրանցից սովորել եմ 3 տեղից են կտրում։ Ինչպես որ Աստված երրորդն է սիրում, հազարն է սիրում է, որ 3 տեղից կտրենք։ Իդեպ մի հետաքրիր բան, երբ որ ասում ենք համոված, առաջին այդ զգացողությունից մեկը այն է, որ այստեղ տեղում նաև թխվող հաց կա։ Ինձ համար հետաքրիր է, դուք իսկապես պատրաստում եք տեղում հաց, թե միայն ուտեստներն եք ասում, որ մենք համով հաց ենք տալիս։ Չէ, իհարկե, տեղում պատրաստում ենք հաց, որոշ հացամթերքի որոշ տեսակները մատուցվում մեր կողմից, մենք ենք պատրաստում։ Այսինքն տեղում թխվում է եւ միանգամից մատուցվում է, այո։ Փայլուն եւ դա էլ երևի հաջողության գաղտնիքներից մեկն է, որովհետեւ առաջին շփումը սեղանի հետ հայկական սկսում է երևի հացից։ Հացից, իհարկե։ Փայլուն։ Աղ ու հաց։ Աղ ու հաց, այո։ Այո։ Հիմա մեր աղցանը արդեն ոնց եք ասում, գրեթե պատրաստ է։ Դե մենք պետք է համեմենք մեր աղցանը։ Ինչով ենք համում։ Համում ենք Սիրով, ջիգարով եւ մնացած լավ բաներ։ Չէ, սկզբից համում ենք աղով։ Այո։ Մենք ավելացրեցինք աղցանի մեջ համեմունքները, իրը, աղը, սև պղպեղ, մանանեխ եւ հատուկ սոուս իմ կողմից պատրաստված, բալզամիկ կացախով, ձիթապտղի յուղով, մի քիչ շաքարավազով, որը շատ հաճելի ու հետաքրքիր համ է տալիս այս աղցանին։ Եվ հիմա Զարդարում ենք։ վերցնում ենք մատուցվող ափսեն, իրեն զարդարել ինձ թվում է պետք չի, որովհետեւ Գրիշա, մի հարց էլ տամ, երբ որ
մարդիկ ասում են համով հաց, դա իրանց համար ընկալելի է որպես մատչելի։ Երբ որ ասում են ռեստորան, իրանց համար դա մի տեղ է, որտեղ կարող է գները բարձր լինեն։ Բայց ես նայում եմ ձեր ճաշացանկը եւ գները բավականին մատչելի էին։ Այդ գները ինչի հաշվին է, որ ձեզ հաջողվում է ապահովել լավ ուտեստներ, այսպես բանը, շատ ժողովրդական գներով։ Ասել։ Մենք չենք ուզում գերշահույթ ստանանք, մենք ուզում ենք աշխատենք, որոշակի շահույթ ունենանք, գերշահույթ չունենանք, բայց որպեսզի մեր ժողովուրդը բնակչությունը գա մեզ մոտ ու բոլորին մատչելի լինի, բոլորին մատչելի լինի, գրպանին հարիր լինի գները ու կարողանան օգտվել մեր ռեստորանից։ Գերշահույթի նպատակ չունենք, դրանից է։ Փայլուն։ Եվ երևի քնջութով զարդարենք, հա։ Վերևից Այդ ծանր գործն էլ կարող է ինձ տալ։ Չէ, կարող է Բայց համաչափ դա չանել։ չվստահեց, Կարող է համաչափ չանել, կարող է չգնալ, ես պետք է տեսնեմ, թե որ մասը ինչքան պետք է լցնեմ։ Այո, շատ կարևոր է, չէ՞, ասենք որ մասը ինչ կա։ Ոչ միայն կարևոր, այսինքն պատկերացրեք սա աղցանն է, չէ՞։ Այս աղցանը երբ որ տանում ես դնում ես հյուրի դեմը, աղցանը պետքա ժպտա հյուրին։ Կանչող լինի։ Ու պետքա ժպտա, պետքա հյուրի հետ խոսա, հյուրին ասի, արի ինձ կեր։ Քանի որ օգոստոսյան օր է եւ մենք որոշեցինք մեր հերոստատողի համար ոչ թե ուտեստ պատրաստենք, այլ պատրաստենք թեթև աղցան, որ իրեն կարող են որպես ամառային, ինքը համարյա թե մեր ամառային աղցանի այսպես տյունինգած կամ մոդիֆիկացված տարբերակն է, չէ՞։ Հիմա մենք փորձենք, տեսնենք մենք այլևս հյուրընկալվենք այստեղ, թե սա մեր վերջին այցը կլինի։ Հիմա ինչ է, լցնեմ ես թե Ուզում ես լցրու դու։ Հա, դժվար գործերը ես անեմ։ Հա։ Իհարկե բնականաբար սկզբից մայստրոին, Հայաստանի հայ խոհարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ, փառահեղ խոհարար, փառահեղ մարդ Գրիշա Անտինյանի ստեղծած աղցան ինչպես էր կոչվում։ Բանը տավարի լսով բանջարեղենով աղցան։ Հա, դեռ տենց անուն չունի, մեր հերոստատիտողները կարող են նաև իրենց անունը առաջարկել, ինչպես նաև բոլոր օգտվողները հետագայում կարող են, չէ՞, իրենց առաջարկներն անել։ Նենց արեք ձեզ էլ մնա, էլի։ Այո։ Ես ելնում եմ նրանից, ով ինչքան խելացի է, այդքան եմ լցնում։ Քանի որ ձեր խելքը ավելի շատ է, ձեզ շատ է լցնում։ Այս թված չափսերից է կարդի ելնեմ, դες շատ լցնում։ Դուք ինչքան լավն եք, իսկ լավ բանը պետքա քիչ չլինի, դրա համար դուք լավ եք, ինչպես որ լավա ձեր մոտ մատուցվող ամեն ինչ, հիմա փորձենք։ Բայց դուք փորձեք հետո ես, էլի։ Եթե ինձ բան չեղավ։ Փորձը լավ է ստացվում։ Համերի շատ նուրբ եւ շատ ճիշտ համադրություն, ոչինչ ոչ ավելա, ոչ պակաս, մեր հայտնի երկի խոսքերի բառերով, եւ կարող ենք ասել, որ իսկապես ոչ միայն այստեղի հացն է համով, ոչ միայն ուտեստները, այլ նաեւ աղցանները, որ պատրաստում են հենց տեսակ ինչպես որ պատրաստին շատ կարճ ժամանակահատվածում եւ շատ թարմ մթերքներից, կուզենայի շնորհակալություն հայտնել եւ սիրի հերոստատող կուզենայի շեշտել, որ մենք գտնվում ենք Երևանի ամենակարճ փողոցներից մեկում, Լեո փողոցի վրա, որտեղ որ նախկին Լեոս Փոթի փոխարեն հիմա գործում է համով հաց ռեստորանը եւ մենք մեր շատ հրաշալի խոհար Գրիշա Անտոնյանի հետ Նախկին Լեոս Փոթը չէ, Լեոս Փոթ ռեստորանը անվանափոխել ենք համով հացի։ Հա, փայլուն։ Նախկինում եթե ինքը կետ էր Լեոյի վրա, հիմա արդեն ինքը համով հաց տալու եւ համով հաց ճաշակողների իսկական տեղն է։ Շնորհակալություն, կհանդիպենք կրկին անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում մեկ շաբաթ անց նման հրաշալի ուտեստներ պատրաստելու ակնկալիքով։ Շնորհակալություն։ Հուսով եմ դեռ էլի կհանդիպենք։ Դա Աստված։